Շնորհակալ եմ պատվարժան դատարան, հանրային մեղադրողը կալանավորման կամ խափանման միջոցի հարցի քննարկումը սկսեց հիմնավոր կասկածի վերաբերյալ դիտարկումներից։ Ես էլ ցանկանամ նույն դրամաբանությունը պահպանել պատվարժան դատարան, որպեսզի վերջո մենք հասկանանք ինչի հետ գործ ունենք, այս մեղադրանքը ինչի մասին է եւ առհասարակ արկա են իրավաչափության պայմաններ, թե ոչ։ Եվ եթե հանրային մեղադրողը հղումը սկսեց քրեական վարույթով ձեռք բերված ենթադրյալ տվյալներին, պատվարժան դատարան ես ցանկանամ մի փոքր օղակ ավելի բարձրացնել եւ սկսել օրինակ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական հայտարարություններից, որովհետեւ ի վերջո մենք գործ ունենք մի մեղադրանքի հետ, ըստ որի մեկ այլ պետության տարածքում ենթադրաբար տեղի են ունեցել նախապատրաստական բնույթի գործողություններ եւ այսպես պատվարժան դատարան Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան 2024 թվականի սեպտեմբերի 20-ին անդրադառնալով Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը առայն որ Ռուսաստանի Դաշնության առողջ զորամասում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթելու փորձ, դա որակել է Հայաստանի Հանրապետության իշխանությունների հերթական fake news, որը գործադրվել է պաշտոնական մակարդակում։ Այսինքն պատվարժան դատարան գոնե մենք ունենք Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական խոսնակի հայտարարությունը, պաշտոնական հայտարարությունը, որ այն ինչ քննում է Քննչական կոմիտեն, մեր իշխանությունների կողմից պաշտոնապես է գործադրված եւ դա հերթական fake news-ն է։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Ռուսաստանի Դաշնության տարածքում նախապատրաստված հայ իշխանությունը զավթելու թվացյալ հանցապաստի մասին։ Հաջորդիվ պատվարժան դատարան քրեական դատավարության օրենսգիրքը մասնապես նրա 316-րդ հոդվածը որևէ ձևով չկաշկանդելով պատվարժան դատարանի ինքնուրույնությունը, բայց այնուամենայնիվ մեզ տալիս է այն ուղեցիրը, թե մենք ինչ հարց պետք է քննարկենք այս դատական նիստում։ Եվ 316-րդ հոդվածի իմաստով մենք պետք է քննարկենք միջդատական վարույթի ընթացքում ընտրված կալանքի ժամկետի երկարաձգման հարց կամ դրա վերացման, կամ ժամկետի կամ առհասարակ փոփոխության։ Բոլոր դեպքերում պատվարժան դատարան 316-րդ հոդվածի տրամաբանությունը այնպիսին է, որ մենք այս նիստով առաջին անգամ երբ դատարանը վարույթ ընդունելուց քննարկում է խափանման միջոցի հարցը, այսպես որոշ գծերով, որոշակի կաշկանդվածություն ունի նախորդի կայացված որոշման հետ, որովհետև օրենսգիրը հստակ ամրագրել է, որ քննարկում է միջդատական վարույթի ընթացքում ընտրված խափանման միջոցի ժամկետի երկարաձգման հարցը։ Եվ հիմա, որպեսզի մենք գնահատենք, արդյոք պահպանում ենք, վերացնում ենք խափանման միջոցը, թե ոչ, ուզենք, թե ոչ 316-րդ հոդվածի համատեքստում պետք է անդրադառնամ նախորդի կայացված դատական ակտին եւ դրա իրավաչափության պայմաններին։ Գուցե հանրային մեղադրողը ցանկանում էր բոլորի ժամանակը խնայել եւ այսպես ընդհանրական նշեց, որ շարունակում են պահպանվել իրավաչափության պայմանները եւ երբ որ խոսեց պարոն Նացականյանի խափանման միջոցից, վկայակոչեց 3 հիմքը եւ ասեց բոլոր մեղադրյալների մասով սա պահպանվում է։ Պատվարժան դատարան Սերոբ Գասպարյանի մասով առհասարակ վերջին անգամ արձանագրվել է բացառապես խոչընդոտի ռիսկ, հետևաբար եթե հանրային մեղադրողը չունի նոր ելակետային տվյալներ, թեև խոսեց, որ նախաքննությունը շարունակվել է, ձեռք են բերվել նոր տվյալներ, բայց բացահայտվեցին այնպիսի տվյալներ, որոնք որակապես նոր էին եւ մեզ առարկայական հնարավորություն կտային խոսելու օրինակ թաքնվելու փախուստի կամ նոր արարք կատարելու մտավախությունից։ Հետևաբար Սերոբ Գասպարյանի մասով մենք խափանման միջոցի հարցը պետք է քննարկենք բացառապես մեկ ռիսկի դատավարական պարտականությունները չկատարելու համատեքստում։ Եվ այստեղ էլ պատվարժան դատարան բնականաբար երբ որ մեղադրական է ճառը կամ պաշտպանական է, այստեղ տեղի են ունենում
փաստերի հետ աշխատանքներ եւ այդ փաստերի հետ աշխատանքը որոշ առումով կարող են իրենց մեջ պարունակել մանիպուլյատիվ դատարանի ներքին համոզմունքի վրա ազդեցություն թողնել ցանկացող այսպես գծեր ելևէջներ եւ ես կարծում եմ որ ճանաչելով հանրային մեղադրողին այստեղ չկար մանիպուլյացիա, բայց կար դատարանի ներքին համոզմունքի վրա ազդեցություն գործադրող միջոցներ, որովհետև այնպես չէ դատարանը ասել է առկա է դատավարական պարտականությունները չկատարելու ռիսկ անօրինական ազդեցության միջոցով եւ այդքանով սահմանափակվել է կամ էլ օրինակ բողոքարկման արդյունքներով վերաքննիչ դատանը չի տվել հստակ կոնտեքստ այդ դատավարական պարտականությունները չկատարելու, իսկ այս պարագայում կոնտեքստը հստակ է պատվարժան դատանը եւ առաջին արձանի դատանը եւ վերաքննիչ դատանը վերաքննության արդյունքներով արձանագրել են ուղիղ հետեւյալ շարունակվում է գործի քննությունը դեռևս պետք է իրականացվեն առերեսումներ եւ վկաների լրացուցիչ հարցաքննություններ եւ պարոն Գասպարյանը մնալով ազատության մեջ կխոչընդոտի առերեսումների իրականացմանը եւ վկաների լրացուցիչ հարցաքննությունների եւ պատվարժան դատարան կարծում եմ այսպես շատ մեծ գաղտնիք չեն բացահայտի եթե հիմա ասեմ որ այդ իրավաչափության պայմանը այլևս առարկայազուրկ է որովհետև մենք ես հեռու եմ այն կարծիքից, որ այստեղ առերեսումներ ենք անելու կամ վկաների լրացուցիչ հարցաքննություններ ենք կատարելու, հետևաբար այն մտավախությունը, որը դատարանը արձանագրել է, որը վերահաստատել է վերաքննիչ դատարանը, այլևս գոյություն չունի պատվարժան դատարան։ Սերոբ Գասպարյանը այլևս առերեսումների ընթացքի վրա ազդեցություն ունենալ չի կարող, իսկ վկաները լրացուցիչ մենք այստեղ չենք քննարկելու, չենք քննելու։ Եվ այս պայմաններում պատվարժան դատարան տարբերել իրավաչափության պայմանները եւ խոչընդոտի ստանդարտային պարագայում եւ հարցը քննարկվում է միջդատական վարույթի ընթացքում եւ որակապես տարբեր է եւ գործը ըստ էության փոխանցվել է դատարանի քննության։ Եվ այս պարագայում պատվարժան դատարան խոչընդոտ անօրինական ազդեցությունը պետք է ավելի ծանրակշիռ լինի դատաքննության ընթացքում, որովհետև այս անձինք հարցաքննված են եւ այս անձինք առերեսված են պարոն Գասպարյանի հետ։ Եվ պատվարժան դատարան կանխավարկածի մակարդակով բնականաբար դատարանը չի կարող եւ չունի այդ պարտականությունը դետալային անդրադառնալ քրեական վարույթի նյութերին, բայց այսպես առաջնորդվելով այն կանխավարկածով, որ գոնե մեղադրական եզրակացության համատեքստում որոշ գնահատականներ տրվում են, որոշ առումով նյութը հետազոտվում է վարույթը։ Պատվարժան դատարան նաեւ այստեղ չկա այդ ընդգծված թիրախը, որի վրա կարելի է ունենալ անօրինական ազդեցություն, որովհետև երբ որ մենք խոսում ենք վկաների նկատմամբ ճնշումներից, իսկ ինչպիսի վկաներ ունենք պատվարժան դատարան եւ որևէ ձևով չկանխորոշելով իրենց ցուցմունքների բովանդակությունը։ Ունենք ընդամենը 3 վկաներ, ովքեր ասում են, որ մեր կարծիքով Սերոբ Գասպարյանը տեղեկացված եղել է իշխանության յուրացման նախապատրաստության մասին։ Այսինքն պատվարժան դատարան եկեք մի տեսակ հողի վրա պատկերացնենք։ Պարոն Գասպարյանը ազդի որ ինչ լինի։ Մենք խոսում ենք կարծիքի մասին, ոչ թե խոսում ենք հաստատապես հայտնած փաստական տվյալի մասին, որ օրինակ ես գիտեմ Սերոբ Գասպարյանը եկավ, սրան հանդիպեց, այս պայմանավորվեց, այս ցուցումները տրվին, այս հրահանգները տրվին։ Խոսքը վերաբերում է բացառապես պատվարժան դատարան, նրան որ այնտեղ գորլով կամ եղել են խոսակցություններ ոչ թե իշխանություն անգամ զավթելու մասին, այլ նախապատրաստվելու եւ Հայաստան ուղարկվելու մասին։ Եվ ըստ իրենց կարծիքի պատվարժան դատարան պարոն Գասպարյանը դրանից տեղեկացված էր։ Այսինքն մենք գործ ունենք կարծիքի հետ, մենք չունենք փաստական տվյալների այնպիսի ծանրակշիռ համակցություն, որի նկատմամբ պատվարժան դատարան, այսպես հակազդեցությունը լիներ ծանրակշիռ։ Եվ ես կրկնում եմ հիմա, երբ որ մենք խոսում ենք իրավաչափության պայմանների պահպանությունից կամ նոր հանգամանքների հայտ գալուց, մենք ունենք վիճակ, երբ նախկինը սպառվել է, որովհետև դատարանի ուրվագծած առերեսումները եւ լրացուցիչ հարցաքննությունները իրականացվել են, իսկ նոր տվյալներ պատվարժան դատարան մենք չունենք, որ այդ ձեռք է բերվել նոր տվյալ։ Հախոսվեց, որ 2 ամիս
իրականացվել է դեռևս նախաքննություն, բայց մեծ հաշվով մենք չունեցանք հաստատում, թե 2 ամսվա տվյալները ինչ հանգրվանի են բերել վարույթն իրականացնող մարմին։ Պատվարժանական, երբ որ մենք խոսում ենք դատանի ձևավորվելիք ներքին համոզմունքի մասին եւ այսպես հանրային մեղադրողը ընդգծեց, որ հիմնավոր կասկածային աստիճան է փաստարկված, որ դրա մասին էստեղ խոսել առարկայազուրկ է, ես համաձայն չեմ։ Պատվարժան մեկ անգամ դատավոր Ռազմիկ Մարիկյանը արձանագրել է հիմնավոր կասկածից նահանջ եւ ըստ այդմ տվել է 1 ամիս ժամանակ, որպեսզի միջդատական վարույթն իրականացնող մարմինը համալրի ապացուցողական զանգվածը։ Եվ այս պայմաններում պատվարժան դատանից չի թվում, որ այդ հիմնավոր կասկածային աստիճան է ամրապնդվել, որ մենք այստեղ աներկբա իրողություն ունենք։ Հաճիշտ է մեղադրական եզրակացությունով գործը դատանում ստանալը այլևս արձանագրում է, որ այս հարցը դուրս է գալիս քննարկման ֆոկուսից, որովհետև անիմաստ է հիմա քննարկել հիմնավոր կասկած։ Բայց եթե պատվարժան դատան սրա մասին խոսում ենք, ես կուզենամ իրեն անվանել իրենց անուններով։ Դրանից հետո դատավոր Մարտին Արզումանյանը եւս արձանագրում է, որ այն նահանջը, որը եղել է, շարունակվում է նահանջած մնալ պատվարժան դատան։ Եվ որևէ նոր փաստական տվյալներով սրանք չեն համալրվել, հետևաբար պատվարժան դատան մենք գործ ունենք իրավաչափության պայմանների փոփոխության հետ։ Այն է դրա նահանջի մասով, որովհետև եթե պատվարժան դատան վկաները հարցաքննված են եւ առերեսված են, ապա այստեղ խոսել անօրինական ազդեցության մասին այդ անձանց ճնշման մասով կարծում եմ առարկայազուրկ է։ Հիմա երբ որ հանրային մեղադրողը ասում է տվյալներ ունենք, որ մյուս մեղադրյալները գտնվում են Գորլովկայում, բայց չեն բացահայտվել։ Հիմա եթե պատվարժան դատան գիտենք առնվազն նրանց գտնվելու վայրը, դրա չբացահայտվելը որն է։ Այսինքն այդ անձանց գտնվելու վայրը առնվազն հայտնի է եւ գոնե իմ ունեցած տեղեկություններով Ռուսաստանի Դաշնությունում գործընթաց ընթացել է, Ռուսաստանի Դաշնությունը այս մեղադրանքը որակել է որպես քաղաքական հետապնդում եւ այդ անձանց հրաժարվել է արտահանձնել Հայաստանի Հանրապետության պատվարժան դատան։ Այսինքն այստեղ խնդիրը այն չէ, որ այս անձին մենք չգիտենք ու չէ, մենք այս անձանց գտնվելու տեղը գիտենք։ ՀՀ դատախազությունն է պաշտոնապես դիմել է արտահանձման համար, պարզապես մերժվել է։ Խնդրում եմ հանրային մեղադրողը թող իր տեղեկություններով կիսվի արդյոք օրինակ ինչի է արտահանձնումը մերժվել պատվարժան դատան, կամ օրինակ ինչի չի խոսվում, որ արտահանձնման ենթակա անձանցից մեկը օրինակ պատվարժան դատան մահացել է կամ սպանվել է, չի բոլոր դեպքերում մամուլում իրարամերժ տեղեկություններ կան։ Այնպես չէ, որ մենք պատվարժան դատան այս անձանց գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ չունենք։ Կամ պատվարժան դատան երբ ասում է ՀՀ իշխանությունը յուրացնելու նպատակը դեռևս չի վերացել։ Անկեղծ կլինեմ, ես չեմ տեսնում այս վարույթի հատորներից բխած որևէ մեկ փաստական տվյալ, որը ամրապնդում է այն թեզը, որ օրինակ այդ նպատակը շարունակում է համարվել ակտուալ պատվարժան դատան, եւ սա այն դեպքում, երբ մենք պատվարժան դատան չպետք է այս փաստական տվյալը անտեսենք, հա, եւ մենք մշտապես համոզված ենք եղել, որ գործ չունենք քաղաքական հետապնդման հետ, համոզված են եղել, որ գործ ունենք միջդատական վարույթ իրականացնող մարմինների դատավարական սխալի հետ եւ ուզում ենք շարունակել հավատալ դրան, որ մենք ընդհանրապես գործ ունենք հիմա քննչական մարմնի սխալի հետ, ոչ թե արտաիրավական կամ քաղաքական հետապնդման հետ։ Որովհետև պատվարժան դատան այն գործողությունները, որը մենք ասում ենք տեղի են ունեցել ՌԴ տարածքում, ախր ՌԴ իշխանությունները դրանք որակում են fake news պատվարժան դատան։ Մենք ունենք չէ Ռուսաստանի հետ օրինակ Քիշնևի կոնվենցիա, Մինսկի կոնվենցիա, իրավական փոխօգնության կոնվենցիաներ։ Հիմա այդ երկիրը, որը մեզ ենթադրաբար պետք է իրավական փոխօգնություն տար, ասում է ձեր քննված, ընդ որում ոչ թե պաշտպաններին է անդրադառնում պատվարժան դատան, ոչ թե անդրադառնում է մամուլի հրապարակման, այլ անդրադառնում է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը։ Եվ դա որակվում է որպես ՀՀ իշխանությունների պաշտոնապես գործադրված fake news պատվարժան դատան։ Եվ ինչ անել այս պայմաններում պատվարժան դատան։ Ես անկեղծ ասած
Ելքը տեսնում եմ միայն մեկ գործողության մեջ, դա Սերով Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց չընտրելն է, որը կհամարվի իր առաջապ։ Միակ լուծումը, բայց պատվարժան դատան մենք այսպես շատ թափ ենք նայում։ Մեսագրված արարքին շատ թափ ենք նայում, ոչ թե արարքին, այլ հոդվածին։ Թե դատարանը ինչպիսի վարույթ է իր վարույթում գտնվում և քննում, և մեր կողմից պետք է առաջարկվեն բոլոր դեպքերում դատավարական երաշխիքներ, որովհետև պատվարժան դատարան ըստ պաշտպանական կողմի և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության սա ֆեյք քրեական գործ է, բայց դատարանը պետք է դեռևս համոզվի, որ սա ֆեյք քրեական գործ է, և այդ ճանապարհին պետք է ունենա հստակ դատավարական երաշխիքներ։ Այլ խոսքով պատվարժան դատան, մենք սթափ ենք գնայում քննության շահին, շատ սթափ ենք գնայում հանրային շահին և արդարադատության շահին և չենք ակնկալում անպայման բացառապես այնպիսի լուծում, ըստ որի Սերով Գասպարյանի նկատմամբ դատավարական հարկադրանքի միջոցներ չպետք է կիրառվեն։ Որովհետև ես պատվարժան դատան բարեբախտաբար գտնվում ենք դատական նիստերի այնպիսի դահլիճում, որտեղ դատավարական մրցակցությունը տեղ գտնելու է։ Ես դրանում պարզապես վստահ եմ և մենք այստեղ եկել ենք պատվարժան դատան, ոչ թե անելու ինչ-որ պոպուլիստական հայտարարություններ, ականջահաճո հայտարարություններ, մենք այստեղ ենք, որպեսզի բացատրենք գործընկերներին մեղադրանքի կողմից, որ իշխանությունը որևէ մեկը զարթել չի ցանկացել գոնե այս մեղադրյալների կազմով պատվարժան դատան։ Եվ ինչ անել, երբ որ կա հանրային շահը, որը պետք է դատավորի համար լինի ուղղորդող, եւ ինչ անել, երբ որ պաշտպանական կողմը գտնում է, որ իրապես այստեղ կա է այլընտրանքի կիրառման հնարավորություններ պատվարժան դատան։ Խնդրում եմ ականջալուր լիներ մեր առաջարկող այլընտրանքի, որը մի կողմից հանրային շահը կապահովի, այսինքն քննությունը կպահի այնպիսի մակարդակում, որը քննությունը հենց կերաշխավորի անօրինական ազդեցությունից։ Մասնավորապես պատվարժան դատան դա տվյալ պարագայում տնային կալանքն է։ Ճիշտ է, պատվարժան դատան տնային կալանքը այն աստիճան է մերձեցված բանտային կալանքին, որ այստեղ խոսել, որ սա առավել նվազ միջամտություն է, մի տեսակ հիմնավոր պնդում չի լինի, տնային կալանքն էլ է ծայրահեղ նեգատիվ միջամտություն մարդու իրավունքների նկատմամբ, բայց սա հենց այդ հանրային շահի հետ հաշվի նստելու։ Մենք ուզում ենք, որպեսզի Սերով Գասպարյանը գտնվի իր տանը, իսկ Հայաստանի Հանրապետությունը իդեմս իր քրեական հետապնդման մարմինների եւ այլևս արդարադատություն իրականացնող դատանի փորձեն համոզել, որ պարոն Գասպարյանը մեղավոր է։ Եվ այս պայմաններում պատվարժան դատան տնային կալանքը ինչով է արդյունավետ գործիք։ Երբ որ մենք ունենք իրավաչափության պայմանի նվազեցում, մասնավորապես առերեսումների և լրացուցիչ արձակնությունների նկատմամբ ճնշման ռիսկի զսպման հետ գործ ունենք պատվարժան դատան։ Այս պայմաններում կարծում եմ, որ առերեսումների և լրացուցիչ արձակնությունների ռիսկը լիարժեքորեն կարելի է զսպել, երբ պարոն Գասպարյանը գտնվի իր տանը պատվարժան դատան, իր ընտանիքի կողքին, իր թոռների կողքին, որոնցից վերջինին չի էլ տեսել պատվարժան դատան։ Եվ այս պայմաններում կարծում եմ սա հակակշռող գործոն է և այն սահմանափակումը, որը եղել է բացառությամբ մերձավոր ազգականների հետ շփումը, կարծում եմ վարույթը կբերի այն հաղթություն, որ պարոն Գասպարյանը ցանկության դեպքում չի կարող խոչընդոտի հասանելիություն ունենալ։ Նախ պնդում ենք չկա այդպիսի ցանկություն, չկա այդպիսի մտադրություն, կարծիք ունենալու նկատմամբ պատվարժան դատան, անօրինական ազդեցություն ունենալ չես կարող։ Այդ մարդիկ ունեցել են կարծիք, որը հայտնել են քննիչին։ Հիմա պատվարժան դատան կան ինչ են ասել, գալու են ասել մեր կարծիքը փոխվել է։ Առհասարակ չկա այնպիսի հաստատ, որի նկատմամբ պարոն Գասպարյանի կողմից ճնշումը, անօրինական ազդեցությունը կլինի տրամաբանական։ Պատվարժան դատան, խնդրում եմ խափանման միջոց կալանավորման ժամկետը չէ երկարաձիգ է, կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ, մասնավորապես տնային կալանքը, արգելելով Սերով Գասպարյանի տեսակցություններ ունենալով հեռախոսակապից բացառությամբ մերձավոր ազգականների։ Եվ որպես հավելյալ երաշխիք պատվարժան դատան
Խնդրում եմ համակցված տնային կալանքին կիրառել գրավը 20 միլիոն դրամի չափով, բայց պատվարժան դատան այստեղ կխնդրեմ, եթե դատանը սա համարի թույլատրելի, թույլ տալ գրավի արժեքը վճարել անշարժ գույքով եւ նաեւ պատվարժան դատան, թեև այսպես չկա այդ ռիսկը վարույթից թաքնվելու, փախուստի դիմելու, բայց կարծում եմ, որպես հավելյալ երաշխիք նաեւ բացակայելու արգել խափանման միջոցը կարող է ապահովել անհրաժեշտ եւ ցանկալի վարքագիծ, որի մասին բարձրաձայնեց հանրային մեղադրողը։ Որովհետև ի վերջո պատվարժան դատան մենք քննարկում ենք այնպիսի անձի վերաբերյալ քրեական գործ, ով ունի այս երկրում կենսագրություն, պատվարժան դատան, ով այս երկրի համար չափազանց շատ բան է արել։ Եվ պատվարժան դատան, չգիտես ինչի մեր երկրում հեղինակություն ունենալը սկսել է քրեական ընդունների շրջանակներում վատ երանգով մեկնաբանվել, բայց շատ անկեղծ ես չեմ պատկերացնում Սերոբ Գասպարյանը այս վտաներից ինչ-որ մեկին զանգի ասի արի ինձ համար ցանկալի ցուցմունք տուր, իր հեղինակությունը պարզապես դա թույլ չի տա, իր անցած ճանապարհը պարզապես դա թույլ չի տա պատվարժան դատան։ Եվ այստեղ խնդրում եմ հաշվի առնել նաև, քանի որ խափանման միջոց կիրառելուց անպայման պետք է հաշվի առնվի այն անձը, ում նկատմամբ կիրառվում է խափանման միջոց, մենք պատվարժան դատան ունենք հանրահայտ փաստեր, որ Սերոբ Գասպարյանը չափից ավելին է այս երկրի համար արել։ Եվ խնդրում եմ նաև անձնական որակները Սերոբ Գասպարյանի անձը ևս դիտարկել հակակշռող որպես գործոն, անօրինական ազդեցության ռիսկը կանխելու առումով եւ կիրառել անձնական խափանման միջոցներ։ Շնորհակալ եմ Շնորհակալություն։ Նախքան առաջ անցնելը եւ մյուս գործընկեր պաշտպաններին հնարավորություն ապահովելը խոսելու, թե դատարանը իր հարցերը վերջում կտա հարգելի պարոն Կոչուբաև, բայց զերծ մնալով բովանդակային հարցերից ամեն դեպքում առավել արդյունավետությունից ելնելով ես մի դիտարկում, որը նաև հետագայում լսվելի դիրքորոշումներին կարող է վերաբերել, դարձել արդյունավետ ելույթներ ունենալու համար։ Այդ խնդրեմ դատարանին ավելի ընդհանրապես արդյունավետ արձանագրելու կողմերի դիրքորոշումները, ցինարությունը ապահովելու համար խնդրեմ կարող եք հնարավորության դեպքում նաև հղումներով իհարկե բաց ճշմարտությունից ելնելով սույն փուլում ապացույցներ հետազոտման ենթակա չեն, այնուամենայնիվ դիտարկումը վերաբերում է երկու հանգամանքին։ Առաջինը Ռուսաստանի Դաշնությունից պարզված տեղեկություններին Մարիա Զախարովայի հայտարարության եւ ֆեյք հետապնդումների առնչությամբ արված անդրադարձին դատարանին մասնավորապես հետաքրքրեց հետագայում ձեր ելույթներում եթե կարող եք տեսնել խնդրում անդրադառնալ արդյոք այդ գնահատումը եւ տեղեկությունները բխում են գործի նյութերից, որոնք գտնվում են դատարանի տրամադրության ներքո։ Երկրորդ հանգամանքը, որը դարձյալ հղումների կարիք առաջացրեց, արդյոք քրեական գործի նյութերից նաև բխում են մեղադրյալի, ձեր պաշտպանյալի անձը բնութագրող տեղեկությունները, քանի որ ինչպես ձեր բառացի ցիկելով ձեր խոսքը օգտագործած վերջինս երկրի համար շատ բան է արել եւ այդ կապակցությամբ եթե դարձյալ գործի նյութերից բխում են պարզված տեղեկություններից կամ գուցե դրանց համադրությունից խնդրում նաև դատարանի ուշադրությունը հրավիրելու իմաստով այդ առումով հղումները արժանացնել ուշադրության համեցեք եթե արձակում պատվարժան ես հստակ կոնտեքստը ուղղացեցի ՌԴԱԳ-ը պաշտոնական հաղորդագրությունը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հաղորդագրությանը եւ այստեղ բացառապես արվատուն տեղի ունեցող հավաքագրման եւ արվատուն նախապատրաստությանն է վերաբերում պատվարժանական, թեև սա մենք վարույթ իրականացնող մարմնին ներկայացրել էինք, բայց News.am լրատվական կայքի 2024 թվականի սեպտեմբերի 20-ի 14:04-ին արված հրապարակումն է, որտեղ եւ հայատար վերծանված է Մարիա Զախարովայի խոսքը եւ նաեւ տեսաձայնագրությունով տեղադրված է Մարիա Զախարովայի հայտարարությունը։ Ներողություն ձեզ ընդհատելու համար, ավելի պաշտպան հարցը ավելի դետալացնելու համար։ Գործունեութերը դա պարզված է, թե չէ, կա գործունեություն։ Որ Զախարովան արել է այսպիսի հայտարարություն,
Այո, պատվաստանական մեր միջնորդությունների մեջ է դա արտացոլված, որ ՌԴԱԿ-ն այսպիսի հայտարարություն է տարածել, ինչ դիրքորոշում ունեն մեր քրեական հետապնդման մարմինները, այսպես էջը չեմ կարող խմբում կատարել թե կոնկրետ մեր որ միջնորդության, բայց գործի քննության խիստ նախնական փուլերից մեկում արված միջնորդությունների մեջ մենք քննիչի ուշադրությունը այո հրավիրել ենք այս հայտարարության վրա, որպեսզի քննիչը նաև ուշադրության առարկա դարձնի ՌԴ կողմի արձագանքը, որովհետև այս քրեական վարույթ պատվաստան նախաձեռնվել է այստեղ ֆիզիկական, թեև ֆորմալ առումով ասվեց, որ օպերատիվ հետախուզական միջոցառումներով է, բայց բոլոր դեպքերում աղբյուրը ֆիզիկական անձից է, սա մենք երբ որ մտնենք ապացույցների դետալային քննարկում կանդրադառնանք։ Ֆիզանձը եկել է մեր ԱԱԾ-ին ասել է, բա գիտեք ՌԴ-ում այսպիսի գործողություններ են ընթանում, բայց պատվաստան ֆորմալ առումով մենք այո քննիչի ուշադրությունը այս հանգամանքի վրա հրավիրել ենք։ Ինչ վերաբերում է անձը բնութագրող տվյալներին, գործի վարույթի նյութերում առկա է բնութագիր և Սև Հովհաս ռազմահայրենասիրական կազմակերպության ղեկավարը լինելու վերաբերյալ փաստական տվյալներ պատվաստան և այս Սև Հովհաս ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը մասնակցել է Արցախի բոլոր պատերազմներին, այսինքն երբ որ ես ուզում եմ ընդգծել Սերոբ Գասպարյանի վաստակը, ցանկանում եմ հենց դա շեշտադրել, որ Սերոբ Գասպարյանը արցախյան բոլոր մարտերի մասնակից է և մինչև պատվաստան այս քրեական հետապնդումն է պաշտպանության նախարարության հետ պայմանագրի հիման վրա ՀՀ սահմանների պաշտպանությանը Սև Հովհաս հասարակական կազմակերպությունը և իր անդամները մասնակցել են, այսինքն դերակատարությունը պատվաստան հայրենիքի մատուցած ծառայություններն այս ձևաչափում։ Շատ լավ, շնորհակալություն։